Սա մեր համար փայլուն ապացույց է բոլոր այն կեղծ մասնագետների համար, որոնք այսպես երկնքին նայելով ասում են, որ նախ գորգագործական մշակույթը հայկական լեռնաշար բերել են սելջուկները բոլորդ էլ գիտեք, որ 11-րդ դարի կեսից են սկսել այստեղ լինել, 12-ում նոր հիմնավորվել են, մինչդեռ մենք տեսնում ենք այն նախորդ բոլոր բերածս տվյալները մի կողմ ենք դնում դեռ, խոսքը վիշապագորգերի մասն է առաջի հերթին, որ արտերկրի թուրքամետ, հրեամետ, չգիտենք էլի ինչամետ գորգագետները ասում են, որ ամեն կերպ փորձում են ապացուցել, որ մենք հայերս գորգի հետ կապ չենք ունեցել, առավելապես դասական վիշապագորգերի կամ վիշապագորգերի հետ կապ չենք ունեցել, այդ ավանդույթը բերել են դրսից սելջուկները եւ մենք էլ մի 100 տարվա, 600 տարվա ընթացքում սովորել ենք էլի մի կերպ տարբերել գորգը, որն է, կարպետը, որն է եւ գործել ենք, բայց շատ հետագայում սա հարգելիներս փաստ է, նկարած փաստ է սա գրած փաստ չի, որ ասենք կարող է մի տառ սխալ կամ մի բառ ավելա գրել պատմիչը կամ պատմիչի արտագրողները, գիտեք, որ ձեռագիրը բարբերաբար պետք է թարմացվեր, ձեռագիրը թարմացնողը ինչ որ բառ ավելա գրել, բաց է թողել, չէ, ինչ արել, ինչ չարել, այստեղ դες բան չկա, ոչ մի բան չես կարող ասես, այս օրինվածքը մենք տեսնում ենք 16-17-րդ դարի դասական վիշապագորգերում եւ սա փայլուն ապացույց է կրկնում եմ, որ վիշապագորգերը հայոց վիշապագորգերի մասն եմ խոսում, ունեն տեղական ծագում, հայկական ծագում, որ դրանք ձևավորվել են, այդ ավանդույթը ձևավորվել է պատմական Հայաստանում